Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք կառուցելու մասին լուրերը։ Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, արդյոք 2021 թվականից Հայաստանում օկուպացված տարածքներում Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ չի արել, Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, խոսքն այդ մասին չէ, այլ դիրքեր կառուցելու։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը Ես այլ բան չեմ ասում։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր երկրի տարածքում Ադրբեջանը իր տարածքում կառուցել է, մենք ենք կառուցում։ Անդրադառնալով անվտանգության վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, նախարարն ընդգծեց, դրանք հարևան երկրներից տարածքային պահանջներ ունենալու մասին են։ Նայել է Փաշինյանի պես վստահ այդ հայտարարություններն ուղիղ պատերազմ են ենթադրում։ Որոշ լրատվականների ձեռքի տակ է հայտնվել սահմանադրության նոր փոփոխված տարբերակը, ըստ տեղեկությունների, սահմանադրության նախաբանում պատմական հիշողությունը ջնջված է։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող սահմանադրությունը հիմնված է անկախության հռչակագրի վրա։ Նոր սահմանադրությամբ ազգությամբ հայ մարդը պարզեցված կարգով այլևս չի կարող դառնալ Հայաստանի քաղաքացի։ 205-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ կառավարությունը եւ ազգային ժողովը կարող են որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին առանց հանրաքվեի։ Նշվում է, որ սահմանադրությունում արված փոփոխությունները հարվածի տակ են դնում ժողովրդի հիմնարար արժեքները՝ պատմությունը, ընտանիքի ինստիտուտը, Սփյուռքի հետ կապը եւ հայ լինելու առաջնահերթությունը Հայաստանում։ Արդարադատության նախարարությունը հերքում է, որ լրատվամիջոցներում հրապարակված նախագիծը իրենց մշակած վերջնական տեքստն է։ Միևնույն ժամանակ ոչ հերքում, ոչ հաստատում են, որ նոր տեքստից հանվել է հղումն անկախության հռչակագրին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը անդրադառնալով Հայաստանում սպանությունների ծավալին, լրագրողներին ասել է, որ տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը նրա խոսքով համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է։ Ըստ նախարարի ոստիկանությունն արդյունավետ օպերատիվ աշխատանք է իրականացնում, բայց կա նաև մտածողությունը փոխելու խնդիր։ Օրինակ, իրար վրա տրանսպորտային միջոց վարելու հետևանքով կարելի է իրար ծեծել, ու չնայած տարածված պրակտիկան խնդրի լուծման մեթոդ չէ, բռնությանն ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու եւ խնդիրը այդ կերպ լուծելու պրակտիկան Հայաստանում ամրապնդվել է, նպաստելով նաև քրեական ենթամշակույթի տարածմանը։ Եթե խոսում ենք օպերատիվ աշխատանքի մասով, անցած տարի 12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել։ Սա օպերատիվ աշխատանքի մասին է խոսում, որովհետև եթե օպերատիվ աշխատանք չլիներ, կազմակերպված սպանությունները պլյուս կլինեին 12 դեպքով։ Սա արդյունք է, իհարկե արդյունք է։ Բավարար է այս արդյունքը, իհարկե բավարար չի։ Ես երբեք չեմ ասել, որ մենք փայլում ենք մեր օպերատիվ աշխատանքով, որովհետև գիտելիքի հետ կապված հարցեր կան, ժամանակակից տեխնոլոգիայի հետ կապված հարցեր կան, կրթության հետ կապված հարցեր կան, նաև իրավական որոշակի հարցեր կան։ Պիտի սրանք լուծենք։ Միացյալ Նահանգներում բացահայտվել եւ կալանավորվել է հայերից կազմված հանցավոր խմբավորում, որը զբաղվել է խարդախություններով եւ հափշտակություններով։ Լոս Անջելեսի շրջանի փաստաբանական գրասենյակի հաղորդմամբ նրանք կալանավորվել են 15 դրվագից բաղկացած դաշնային մեղադրական եզրակացությամբ։ 11 մեղադրյալները 32-ից 66 տարեկան են, հրապարակված անվանացանկից երևում է, որ նրանցից առնվազն 7-ը հայեր են։ Նրանց մեղադրանքներ են առաջադրված էլեկտրոնային խարդախություն կատարելու, ֆինանսական փաստաթղթեր կեղծելու, փողերի լվացման եւ այլ հոդվածներով։ Այս գործով ընդհանուր ենթադրյալ վնասը կազմում է մոտ 17.4 միլիոն դոլար, փաստացի վնասը մոտ 6 միլիոն դոլար։ Երևանի Վաղարշյան փողոցում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել կին հետիոտնին։ Ըստ տեղեկությունների ժամը 15:10-ին մոտ Շակման Մակնիշի բեռնատարը հարվածել է հետիոտնին, որը փողոցն անցել է թույլատրելի հատվածով։ Վարորդը փախուստի չի դիմել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են կնոջ մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում էլի կալանավոր է կախվել, փորձելով ինքնասպան լինել։ Խցակիցները սակայն նկատել են արագ կտրել սավանը, որով կախվել էր ու փրկել տղամարդու կյանքը։ Ըստ տեղեկությունների ինքնասպանության փորձ կատարողը առողջական խնդիրներ է ունեցել։ Մամուլը գրում է, որ մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։
Ավելի ուշ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակը հայտնել է, որ հացադուլի մեջ գտնվող 39-ամյա տղամարդուն զննության նպատակով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այնտեղ զննության արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել եւ վերջինս վերադարձվել է հիմնարկ։ Այսքան այս թողարկմանը կհանդիպենք ժամը 19-ին։